Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցին, ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես պատգամավոր, այլ ես նաև որպես եւ մասնակից եւ բավականին շատ հարցեր իմ մոտ առաջացել են 44-օրյա պատերազմի հետ կապված, ես նաև ուզում եմ ձեզ փոխանցել մեր հերոսացին ծնողների կոչը, հորդորը եւ նաև այս ամբիոնը դուք օգտագործեք եւ ասեք ի վերջո մեր հասարակությունը, հանրությունը երբ պիտի իմանա, երբ պիտի այդ մարդկանց հասու, որտեվ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են այդ զեկույցին, որ ես կարող եմ կանխավ նաև ասել ձեր հարցի պատասխան, հիմա կասեք դուք կարայիք գնայիք ծանոթանայիք, միգուցե ես գնամ ծանոթանամ, բայց իմ ծանոթանալը դա չի նշանակում, որ ես կարող եմ այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ։ Ես չեմ կարող այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ, որովհետև դրանք գաղտնի են։ Եվ ուզում եմ դուք հստակ պատասխանեք, ինչն է խնդիրը, ինչու չի մեր հասարակությանը հասու դառնում ի վերջո այդ հանգամանքները, ոչ միայն հասու դառնալու հետ կապված է խնդիրը, այլ նաև ճիշտ վերլուծություններ անելու եւ նաև սխալները չկրկնելու։ Ասեմ ձեզ, շատ ճիշտ։ Այդ իմ առաջին հարցը։ Երկրորդը վիճակագրության հետ կապված։ Տեսեք, դուք վիճակագրական տվյալներ եք ասում, ասում եք որոշ ուրեմն փոքր չնչին նվազումներ կան, բայց այդտեղ շատ կարևոր առանցքային հարց կա։ Արդյոք հասարակությունը, մեր հանրությունը վստահում է իր ապա համակարգին։ Ամենայն հարգանքով պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց, օրինակ հիմա ինձ ոնց կարաք համոզեք, որ ես 13-րդ անգամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ, եթե 12-րդ անգամ հարցագործություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, եւ այդ 12-ը չեն բացահայտվել։ Կներեք, արդեն մենք ենք անհարմար զգում, էլի։ Անհարմար ենք զգում։ Եվ իմ նման շատ շատերը, որ չեն վստահում։ Պարոն Դանիելյան, վստահության հետ կապված կա միջազգային նաև կառույցների կողմից իրականացված հարցումներ, անցյալ տարվա հարցումները կարծում եմ վստահության տեսանկյունից ներքին գործերի նախարարության կառույցի նկատմամբ վստահությունը 67% էր։ Ճիշտ եմ հիշում տես, նախարար։ Դա նաև հանրային վստահությունն է, դա մենակ այն բանը չի, բարեփոխումները լինի պարեկների ծառայության տեսքով, մյուս կառույցների տեսանելի կառույցների նկատմամբ արդեն պատկերացում կա, այ մյուս կառույցները քրեական ոստիկանության, նրա գործիքակազմի, նրա նկատմամբ վստահության բարձրացումը էլի պետք է ուղղված լինի բացահայտումներից։ Ինչ ենք ասում, գործիքները ավելացնենք։ Տեսեք, Գեղամանուկյան ասում է հանկարծ տիկին նախարար, օրենքին չենթարկվեք։ Ինչ կախնալսում, ինչ բան, չէ։ Ինչ ուզեն անեն, չիմանանք։ Օր առաջ կանխելու համար պետք է իմանաս ինչ իրավիճակ է, այդ որ ասենք պրոֆիլակտիկ գործողություններ, դա միայն թաղայինների չի, որ դռան զանգետան ասեն, երեխեքը լավ են, կանայք մարդը կնոջը չի, բանալ չնայած ընտանեկան բռնության մասին շատ կարևոր օրենք ընդունեցինք եւ այդ օրենքն էլ այսօր կիրառման մեջ է, բայց ես վերադառնամ քննիչ հանձնաժողովի ձեր ասացին։ Պարոն Դանիելյան, այնքան լավ կլիներ, որ դուք մասնակցեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Օրինակ քարորիայի աշխատանքին մեր ինդիմադիր գործընկերները մասնակցել են եւ դրանից մեր աշխատանքի որակը ահագին բարձր եղել։ Հիմա էլ ես կարծում եմ որակը բարձր է։ Ինչի է ստեղծվել այդ քննիչ հանձնաժողովը, ինչի է հանրապետության վարչապետը 10 ժամ եկել, հանդես եկել բաց եւ փակ մասերով։ Պաշտպանության նախարար Տոնոյանը եկել է, բաց եւ փակ մասերով։ Գլխավոր շտաբի ներկա եւ նախկին պետը։ Դրանք արձանագրություններ են, տեսագրություններ են, որտեղ շատ բան կա, որի գաղտնիությունը, եթե դրված է, ոչ մեկը չի կարող խախտի, բայց գոնե մենք գնանք ծանոթանանք, ինձ հուշում է ազգային ժողովի նախագահ, որ այս պահին, չգիտեմ, նույնիսկ ամոթ է այդ թիվը ներկայացնել։ 2 հոգի, թե քանի հոգի են ծանոթացել։ Բայց մենք արդեն նախաձեռնել ենք, մեր հսկա արխիվը տեղափոխում ենք ներքև առաջի բաժին, իսկ արխիվային նյութերը շատ կարևոր են, որտեղ զեկույց, եթե 200 էջ է, իսկ նրա մեջ եզրակացությունը 45 կետը շատ կարևոր։ Եթե դա հանրայնացված լիներ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կխոսեր մեր պարտության իր պատկերացումների մասին։ Մեր պատկերացրած պարտության ամբողջ արձանագրումները ներառված են հավաքագրված փաստարի, որին դուք բոլորդ կարող եք ծանոթանալ, նաև այն արձանագրումներին, այն տեսագրություններին, որ մենք հաջողվել է ձեռք բերել, նաև այն վերլուծությանը, որը պաշտպանության գերատեսչությունից մենք վերցրել ենք եւ իրականացրել ենք մերը, դա գոնե փակ մասով մեզ համար հասանելի է, եկեք դրան ծանոթանանք, իսկ մյուսը թե հասարակությունը ինչ պիտի անի, որտեվ
ազգային ժողովի նախագահը երբ որ ասեց գտնենք ձևաչափ լսումներով, ես ընդդիմացա, ինչի, որտեվ լսում նշանակում է բաց։ Հույժ գաղտնի նյութը բաց լսումներով, այնտեղ կան բաներ, որ պարզապես չի կարելի ասել։ Բայց դրան պետք է իմանալ։ Բաները տեղի ունեցել, որ երբ որ ասում են իշխանությունները միտումնա, որ բան դավաճանական կներեք, ես մի փոքր, այսպես իմ հարցազրույցի մեկում մի բան ասեցի, բոլորին թվում էր, թե ես այդպես վրիպում եմ արել, չէ։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ կարելի էր անել, արվել է։ Արվածի մասին արձանագրումները զեկույցում է։ Գնացեք ծանոթացեք։ Պարոն Քոչարյան, թույլ տանք արձագանքի։ Այո։ Արձագանք, պարոն Դանելյան։ Հա։ Պարոն Քոչարյան, ես էլի իմ հարցերի պատասխանը կներեք, բայց չստացա։ Մեքենայի գողությունները։ Չէ, մեքենաների չի, 44-օրյա պատերազմի կապված։ Դուք ինքներիդ եք ասում, որ շատ կարևոր է, որ մեր հանրությունը, էլի կծանոթանանք, խնդիր չի։ Ես այլ բանի մասին եմ ասում, ուրիշ բանի մասին եմ ասում։ Ուզում եմ ձեզնից այդ պատասխանները լսել։ Ի վերջո դուք էլ եք կարևորում եւ շատ շատերը կարևորում էին, որպեսզի գոնե թե ինչ որ մի մասը հանրությանը հասանելի լինի։ Հիմա չկա էդի, տարիք դրել եք արխիվում, ասում եք շատ կարևոր է, անչափ կարևոր է, հույժ կարևոր եւ այլ, բայց արխիվում է։ Ես կարամ արձանագրել։ Չէ, ես վերջացնեմ նոր։ Հա, որ արձագանք եմ, էլի։ Այդ դրա պատասխանը տվեք։ Շատ լավ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ իմ ասածին, հարցը նրանում չի, թե մենք շատ ենք այդ վստահելիության հարցը կապված է բացահայտելու հանգամանքով։ Անձով չի պայմանավորված։ Եվ շատ կարևոր է այդ որ բացահայտվեն այդ դեպքերը, ոչ թե առավոտը գալիս են տեսնում են մեկի ավտոյի կեսը չկա։ Կեսը չկա այդ ավտոյի։ Տարել են։ Ուշացել եք։ Եղել են դեպքեր, որ արդեն մեքենայի ոչինչ չկա։ Կապոտից սկսած։ Բայց դա խնդիր է, որ պետքա չէ, իրականություն ասա, ինշուրանս ընկերությունները թող մի հատ վերլուծեն ինչա։ Կապոտով թազա BMW այդպես պատմություն կա։ Հիմա ես ձեզ ասեմ քննիչ հանձնաժողովի այդ մասով։ Մեր որոշելիքն է։ Ես ինքս էլ գտնում եմ, այդտեղ կտորներ կա, որ կարելի է մի հատ, բայց դա մենակին որոշելիքը չի։ Բայց քանի որ սահմանադրական լիազորություններով օժտված հանձնաժողով ենք մենք, ավելին, քան մյուս հանձնաժողովները, մենք գուցե մեր հանձնաժողովը մի առաջարկ ներկայացնենք, որ այնտեղ մի հատված կա եզրակացության մասով, որ կարելի է նաև հանրայնացնել։ Հնարավոր է։